Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին եւ այսպես մի քանի թեմաների պետք է անդրադառնանք, բայց հենց հիմա նոր տեղեկություններ եկան։ Ծխախոտի արժեքն ու դիզվառելիքի արժեքը արդեն որոշված է, թանկանում է, բարձրանում է։ Խնդրեմ, կարծում եմ շնորհավորելու առիթ ունեք, ակցիզներն են բարձրացրել, համեցեք։ Այո, շնորհակալություն հարգելի Մայրամ, գիտեք, շատ ճիշտ նկատեցիք, որ շնորհավորելու առիթ ունեմ։ Շնորհավորում եմ այն մարդկանց եւ հիմնականում այն առևտրականներին, որոնց հետ ես քանի տարի է զրուցում եմ, հանդիպում եմ, խոսում եմ եւ գիտեք ինձ ինչ էին ասում 2020, հատկապես 2023 թվականից։ Երբ անընդհատ ես մեջբերում էի Մոնթեի փառավոր խոսքերը, որ եթե Արցախը հանձնենք, հանձնում ենք հայոց պատմության վերջին էջը, ճպացում են եւ ասում են մենք պոլիտիկայի հետ գործ չունենք, մենք պոլիտիկայից չենք հասկանում, մեզ չի հետաքրքրում, դե մենք ինչ կարանք անենք, մեր ձեռը ինչ կա, սա իրենց խոսույցն է, սա իրենց հոգեվիճակն է եւ բանը մենք մենակ առևտուր անենք եւ մեր օրվա հացը ստանանք։ Շնորհավորում եմ ձեզ, ստանում եք ձեր օրվա հացը։ Հիշում եք, չէ՞, ինչպես ամիսներ առաջ հարգելիներս կանգնած եք կառավարության շենքի դիմաց եւ բողոքում եք, որ առևտրականների համար այն էլ հազարավոր, ոչ թե 1-2, ինչ ուրեմն պայմաններ են ստեղծված։ Մոռացել եք թե ինչպես էիք ուրեմն գումի շուկայում պայքար մղում, որպեսզի վաճառեք ձեր ապրանքը, նորից այն մարդիկ, ովքեր որ ասում են մենք պոլիտիկայով չենք զբաղվում, այն մարդկանց, իմ այն գյուղացիներին, հա, ում հետ որ խոսում էիր, նույն բանն էին ասում եւ հիմա այսօր կանգնած են լուրջ խնդրի առաջ եւ ասում են բա տեսար ինչ բերեց մեր գլխին, բա ժողովուրդ ջան, երբ որ ժամանակին մեր նմանները ձեզ զգուշացնում են եւ ասում էին, որ այս քաղաքականությունը, որը տանում է այս կառավարությունը, դա միանգամայն ամբողջովին իր ամբողջ բովանդակությամբ եւ խորությամբ հակահայկական է, դուք մեզ ասում եք մենք պոլիտիկայից չենք հասկանում, չենք էլ ուզում։ Հիմա երբ որ դա կպավ ձեր գրպանին, նոր որոշեցիք Արմավիրի եւ Արարատի մարզում խոսել նրանից, որ դուք չեք կարողանում յուրացնել ձեր ծաղիկները, խոսել նրանից, որ ձեր միրգը մնացել է եւ փչանում է, խոսել նրանից, որ գնալով ավելի վատ է լինում, խոսել նրանից, որ դուք կորցնելու եք ձեր տունը եւ չեք կարող փակել ձեր վարկը։ Իսկ կներեք, երբ արցախցիները կորցնում էին իրենց տունը, երբ 2023 թվականին ողբ էր, ցեղասպանություն 100 տարի հետո նորից նույն թշնամու կողմից, այն էլ ներսից ուրեմն աջակցված նրանց, բա այդ ժամանակ ինչ էիք մտածում ձեր հայրենակիցների մասին, թե ձեր տունը եւ ձեր գրպանը եւ ձեր դրամապանակն ավելի թանկ եւ կարեւոր է։ Դե ինչ շնորհավորում եմ։ Հա, իմիջայլոց աթար եք, չէ՞ վառելու։ Սկսեք աթար մանգալ, հիասթափեցնեմ ձեզ։ Դու գիտեք, որ մսիգին ինչի է հանգացել հարգելիներս, որովհետև էլ մարդիկ չեն ուզում անասուն պահել, էլ չեն կարողանում պահել։ Նույնիսկ այն գյուղերը, որոնք որ հեռավոր են եւ կտրված են եւ գրեթե ոչ մի արտադրամաս չունեն, այսինքն իրենց միակ եկամուտը դա հողագործություն եւ անասնապահությունն է։ Խնդրեմ գնացեք Վայոց ձորի Խաչիկ գյուղը, որը Արենիից, այսինքն գլխավոր ճանապարհից 21 կիլոմետր պետք է բարձրանաք, որ հասնեք եւ գնացեք տեսեք վերջի 2 տարում անասունների քանակ ինչքան է կրճատվել։ Այսինքն մարդիկ ոչինչ չունեն անելու, բայց անասուն էլ չեն պահում, որովհետեւ ի վիճակի չեն։ Այսպես է լինում, որովհետեւ մեր ամենամեծ թշնամին դա անտարբերությունն է։ Իսկ դուք շատ հանգիստ այս անտարբերությունը տարաք եւ ասում եք պոլիտիկայով չենք զբաղվում, միջ մեր ասածը պոլիտիկա չի, մեր ասածը գոյության կռիվ է, այն կռիվը, որը որ մենք տալիս ենք ապրելու համար, այն կռիվը, որը տալիս ենք, որ այս արևի տակ մենք տեղ ունենանք, իսկ դուք ամեն ինչ վերածում եք պոլիտիկայի, երբեք ոչ մեկ չի եկել, որ հա հիմա երեք ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը, ոչ մի անգամ չեն եկել եւ ձեզ չեն հարցրել օրինակի համար, երբ որ հայ-բուլղարական պայմանագիր կնքեն առևտրային կամ Ռուսաստանի կամ Լատվիայի հետ, ինչ կետ պետք է այնտեղ վերամշակեն կամ մշակեն կամ չգիտեմ ինչ անեն կամ բարելավեն։ Նման հարցեր ձեզ չեն տալի, որ դուք պոլիտիկայով զբաղվեք կամ չզբաղվեք, բայց գոյապայքարը դա պետք է ինքնաբուխ լինի, գոյապայքարը դա բնազդ է, ինչպես մայրն է, հա, բնազդաբար պայքարում երեխայի համար, այնպես ծնված երեխան, երբ նոր է ծնվում, նա չի խոսում, չէ՞, բայց այդ երեխան արդեն իր հետ բերում է 6 պաշտպանական մեխանիզմ, որից մեկն է բռնելու, կարճելու մեխանիզմը, որ ես կուրծ կուտեմ, որ ես ուրեմն կենթանի մնամ։ Այսինքն նոր ծնված երեխան, ով խոսել չգիտի, բայց բնազդը նրան հուշում է, որ պետք է ամուր բռնի, կարճի մոր կրծքից, որպեսզի ինքը սոված չմնա եւ ուրեմն սնվի, դուք նույնիսկ չգիտեմ հասնելով 40, 50 եւ ավել տարի, մինչեւ հիմա չեք հասկանում, որ մեր ասածը գոյա պայքարին է։ Դե ինչ կվառեք աթար, բայց էդ էլ չունեք,
Ցախել չունեք, որովհետև մի ժամանակ լավ ստանում եք, չէ, Արցախից, էդ էլ չունեք, ցորեն եք, չէ, լավ ստանում Արցախից, անասնակերկ ուտեք, եւ այն մեծ որ խոսում եք, որ կտանենք Եվրոպա, այսօր արդեն բերանները ջուր առած բանը կառավարության անդամներն ասում են, թե մենք լոգիստիկ խնդիր ունենք։ Իա, բարև ձեզ։ Ձեզ թվում էր, որ Թուրքիան թույլ կտա, որպեսզի դուք առևտուր անեք Եվրոպայի հետ, Թուրքիան ճանապարհ կտա, դուք տեսեք ինչքան գումար եք մուծելու։ Այսինքն այն, որ ամբողջ Եվրոպային Թուրքիան է մատակարարում թուզ, ձեզ թվում է, որ Թուրքիան դա պետք է թողնի, որպեսզի դուք տանեք, եթե դուք տանեք, դա լինելու է կրկնակի եռակի անգամ թանկ, իսկ Եվրոպայում գները գնալով թանկանում են եւ նույնպես ուրեմն լուրջ տնտեսական խնդիրներ կան կապված իրենց այսպես շատ սիրելի ուկրաինական պատերազմի հետ եւ թվում է, որ դուք պետք է տանեք այդտեղ ծիրանը ծախեք 100 եվրո 1 կիլոգրամը թե 50 եվրո է որ եվրոպացին է առնելու ասենք մի անգամ ձեր սիրելի Ուրսուլա ֆոն դեր Լեյնը կամ էլ Մակրոնը ձեր խաթր առան կծեցին ցույց տվեցին որ հայկական ծիրան են առնելու 50 կամ 100 եվրոյով եւ իրենք թողելի են թուրքական էժան ապրանքը Եգիպտոսից, Արգենտինայից, Հունաստանից, Իսպանիայից եկած եւ գնելու են հայկական թանկ եւ մինչեւ տեղ հասնի փչացած ապրանքը բարև ձեզ դե վայելեք ձեր չպոլիտիկան վայելեք ձեր անտարբերությունը այսպես է լինում հարգելի Մարիամ եւ հարգելի լսարան երբ մարդը բացի իր գիտակցությունից նաև երբեմն պետք է շարժվի բնածին այնպես բնազդին բնորոշ հատկանիշով հա որը եւ բնորոշ է կենթանում բայց դա կներեք թքում է այդ ամենի վրա որովհետեւ ինքը դառնում է հարմարվողական միայն այս պահին այս րոպեին ես կարող եմ 2 ջինս ավել ծախել եւ 2 արկղ ավել ուրեմն լոլիկ բայց չի մտածում թե վաղնի չէ լինելու եւ վերածում է ավելի վատ քան կենթանուն որովհետեւ իր մեջից ջնջում է հիշողությունը գալիս է այսպես այո հիմա կթանկանա դե ձեզ կառավարությունը կասի ձեզով ասում որ դուք ծխեք խոտ հավաքեք խոտ վառեք ծխեք ձեզով ասում որ տականակ կսկսեն ծաղրել ձեզ կասեն ինչպես են կենթանիները գոմում հա իրար հետ այսպես քնում են գոմը տականում դուք էլ հավաքվեք մի սենյակ շնչեք կտականակ հələ սպասեք տեսեք թե ոնց են ղժժալու ձեր վրա որովհետև այն շունշանգյալը որ ասում են դա ձեզ էր վերաբերում այն որ Սիսիանում այսպես լափամանի դեմ ընկած բանը միս տեսած ոսկորները քաշել ուտում էր եւ ասում էր այս ոսկորները ուր լցեմ այդ ոսկորները լցվելու են ձեր դեմ այդ ոսկորներով էլ դուք սնվելու եք այդ լավ հիշեք իմացեք որ կյանքը բումերանգ է եւ վերադառնալու է ձեզ ուրեմն հարգելի Մարիամ գիտեք որ հիմա շատ այսպես խիստ քննարկվում է այսքանի օր է ուրեմն մանդատներ դնելու կամ չդնելու հարցը սկսենք մի փոքր հերվից նախ այսպես փաստացի հա դե յուրե ունենք 2 միլիոն 500 հազարի չափ ուրեմն ընտրող բայց մենք բոլորս գիտենք որ այդ 500 հազար եւ ավելին Հայաստանում մշտապես չեն բնակվում եթե նույնիսկ վերցնենք 2 միլիոնի տարբերությամբ ընտրությանը մասնակցել է 1 միլիոն 400 հազարից ավել մարդ ԿՊ-ն ամեն ինչ արեց, ամեն կեղծարարություն, ամեն ստորություն, վախ եւ այլն, որ ինքը ընտրվի, ինքը նորից մնաց 25-30%-ի հույսին։ Այսինքն նույնիսկ չի հաղթահարել 50%-ը։ Ընդհանուր ընտրողների քանակով որ նայենք, դա լինում է 20-25%։ Եվ այս մարտի դեռ խոսում են, որ մենք 100%-ով անցնելու ենք։ Մենք ձեր 100%-ը տեսանք, թե ինչպես են ձեր գյուղապետերը, համայնքապետերը, ես չգիտեմ քաղաքապետանի աշխատողները կանգնած ուրեմն հստակ ուղղորդում սա հստակ ցույցիչ է նախ որ այս ընտրությունները լեգիտիմ չէ սա պարզից պարզ է երեք տեսանք ուրեմն Գոհար Մելոյանի ուրեմն հարցազրույցը ինչպես հստակ ներկայացրեց թվերը տեսանք Էդմոն Մարուքյանին ինչպես են ես ինքս եմ տեսել ուրեմն Մարտունու տարածաշրջանի 21 թվում թե քանի ընտրող է եղել ուրեմն լուսավոր Հայաստանին այդ բոլոր ձայները գրել են այնտեղ 0 եւ այսպես շարունակ այսինքն հստակ երևում է որ այստեղ ուրեմն լեգիտիմության մասին կամ ինչպես իրավական հա ձևով կատարված ընտրություններ տեղի չեն ունեցել եւ երեք ուժերը հստակ պետք է միասին որոշում կայացնեն որովհետեւ կա մի քանի այլընտրանք բայց հարգելի ժողովուրդ պետք չի դուք այսպես շտապեք եւ անմիջապես ասեք մանդատները վայր դրեք որ մանդատները վայր դնեն հարգելիս դեռ քննարկվում է սիրելի հայ ժողովուրդ ԲՀԿ-ն կմտնի խորհրդարան թե չէ նախ մի հատ հələ տեսնենք ինչ է լինելու Բարգավաճ Հայաստանի հետ եւ ձայների այս վերահաշվարկի հետ որպեսզի տեսնենք ինչքան է մտնում խորհրդարան հատկապես երեք ուրեմն առաջատար ուժերը սկսենք այդտեղից հերթականություն գոյություն եւ գոյությունը մի փոքր սпасել ամեն ինչ չէ որ պետք է այսպես շտապելով ասել որ մանդատը վայր դնեն այն որ դեռ չեն վերցրել այսպես հարցը չեն լուծում երկրորդը պատկերացրեք եթե մանդատները վայր են դրել
Գոնե հիմա հնարավորություն կա, երբ որ գնում են ԵԽՖ եւ այլ ուրեմն հա կազմակերպությունների հետ հանդիպման, բարձրացնում են այն հարցերը եւ այն հակահայկական, հակաժողովրդավարական ուրեմն խնդիրները, որը որ անում է այս իշխանությունը։ Եթե ոչ մեկ չլինի այնտեղ, ով է բարձրացնելու։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Իմ խորին համոզմամբ ես գտնում եմ, որ պետք է մանդատները վերցնել։ Բայց մենք լավ հիշում ենք, չէ՞, սեպտեմբերին մեր այս բանը ճակերտավոր ասած զոմբիների Աստծո նվերը, ինչպես էր հարձակվել Արցախցու կնոջ վրա եւ ասում էր բանը սեպտեմբերին ուժեղ պատերազմ է սկսվելու։ Հիմա ինչ է տեղի ունենալու, քանի որ ամենամեծ պահանջը դա սահմանադրության փոփոխությունն է եւ բնականաբար արդեն մի անգամ այն հասկանալի է դրա համար է ԿՊ-ն այսպես հոգեվարքի մեջ, որ իրենք շատ հարցերում զրկվում են եւ հատկապես ամենագլխավորը զրկվում են սահմանադրության փոփոխությունից։ Ու այդ սեպտեմբերի պատերազմը նա շատ լավ գիտեր ինչի համար էր ասում։ Նա գիտեր, որ ինչ էլ անի, ինքը շատ ձայներ չի հավաքելու եւ ինչա պատրաստվում անել։ Սա հստակ է արդեն, պարզ փազլը երևում է։ Ալիևի հետ կպայմանավորվեն, կբերեն ուրեմն սահմանադրության փոփոխությունը խորհրդարան, ընդդիմությունը կմերժի եւ Ալիևի հետ կասեն դե պատերազմ արա, ես էլ կասեմ, տեսեք, ընդդիմությունը չի ուզում որ խաղաղություն լինի եւ բանը պատերազմի անում չի ուզում որ սահմանադրությունը ստորագրվի եւ իր կեղտոտ մանիպուլյացիայով նորից կփորձի ընդդիմության գրպանը գցել կամ ընդդիմության վրա գցել պատերազմը այն բոլոր պատերազմները որը ինքն է արել եւ հատկապես ամենասարսափելի պատերազմ ընդդեմ հայոց ինքնության դեմ սա մեկ տարբերակ սա այն սարսափելի տարբերակն է որի մասին ինքը արդեն հասկացրեց եւ որը կարող է լինել իմ խորին համոզմամբ հա այսպես պետք է վերցնել, որովհետև այս դեպքում հատկապես եթե Բարգավաճ Հայաստանն էլ անցնի, հուսամ որ կանցնի խորհրդարան եւ իրենք ոչինչ չեն ունենա անելու, արդեն ամբողջ գնդակը, այսպես խաղաքարտերը գտնվելու է ընդդիմության ձեռքին։ Այսպես թե այնպես ընդդիմության ձեռքին է լինելու։ Ինչու՞, որովհետև ընդդիմությունը շատ հանգիստ պարալիզացնելու է։ Այսինքն վերածելու է խորհրդարանը այսպես մի հատ անդամալույց օրգանի։ Իրենք ինչ օրենք բերեն, ինչ փոփոխություն ուզենան անել սահմանադրական դատանի անդամ փոխելու սահմանադրության, այսպես ասած բարեփոխում անելու, դե մենք դա գիտենք, դա հա բան հա թուրք-ադրբեջանական պահանջներն են։ Ես չգիտեմ դատավոր դատախազ նշանակել այսինքն ոչինչ չի կարող անել։ Հիմա ընդդիմության դաշտում իսկապես գնդակ ընդդիմության դաշտում է եւ ընդդիմությունը շատ հանգիստ կարող է ուրեմն պարալիզացնել խորհրդարանը։ Այսինքն ԿՊ-ն ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն չունի։ Այս սա է պատճառը, որ իրենք հոգեվարքի մեջ են։ Չէ որ Ալիևին խոստացել էին, որ իրենք սահմանադրություն կփոխեն, իսկ Ալիևը նորից մի քանի տարի, նու Աստված չտա որ սրանք այդքան մնան, մի քանի տարի նորից սրանց քթից բռնելու է եւ ասի, դե չեք փոխում չեմ ստորագրի, այ իրենք հասկանալու են, որ լրիվ տանուլ են տալու, այսինքն նրանում վստահում են, ում այսպես թմբկահարում են, թե իրենց ուրեմն ինչն է անվտանգության երաշխավորն է, այդ անվտանգության երաշխավորը նորից կոշիկները սրբելու է հենց իրենց վրա, որովհետև այս մարդիկ ուզում են երկրի ներսում մեր գլխին բերել Սարդարապատ, բայց նորից եմ ասում, ընդդիմությունը լուրջ գործ ունի այստեղ անելու, այստեղ երկընտրանքի հարց կա, իրենք ժամանակ ունեն հարգելի ժողովուրդ, մի շտապեք, երեք ուժերը հուսամ կհամագործակցեն, միասին կնստեն կքննարկեն, լուրջ իրավաբաններ կան, կտեսնեն թե որն է ավելի լավ տարբերակը, որովհետև եթե մանդատները չեն վերցնում, սահմանադրական ճգնաժամ չի ստեղծվում, ստեղծվելու է քաղաքական, այս թիմի համար քաղաքական ոչ մի ճգնաժամ չկա, այս թիմը քաղաքական ճգնաժամից գիտեք ցանկացած ձևով կարող է լղոզել առավել եւս որ մենք տեսնում ենք թե ինչպես այսպես հա արագ Եվրոպան Ուրսուլա ֆոն դեր Լեյնի կերպարներով սկսել են շնորհավորել այսինքն իրենք թքած ունեն եթե այստեղ նույնիսկ այդ բան ուրեմն չլինի սա շատ կարևոր է եւ մի շատ կարևոր այսպես հա խորհուրդ ընդդիմադիրներին հիմա տեսեք մանդատները մինչեւ վերցնելը պարտավոր եք այսօրվանից մի գործողություն կատարել ուրեմն նույնիսկ սկսած 20-րդ դարից պարտավոր եք հրապարակել կետ առ կետ ամեն օր բոլոր ձեր լրատվականներով կայքերով եթե բիլբորդներ ունեք այն ուրեմն հայտարարությունները որոնք որ ժամանակին արել են քեմալական ուրեմն Թուրքիան եւ Ադրբեջանը ինչպես նաեւ մինչեւ հիմա այն ծրագրերը, այն դրույթները, այն պահանջները հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես ասեցին Ահարոնյանին 20-րդ դարում, թե ռուսական զորքը հանիր Հայաստանից եւ եթե պետք է մենք կուղարկենք թուրքական զորք, որպիսի ուրեմն նորանկախ Հայաստանում ճնշեն ազգային ուժերին։ Տեսեք նույնը կրկնվեց Ֆիդանի բառերով, ոչինչ չի փոխվել։ Այսինքն հիմա ձեր գործը
խորհուրդ եմ ձեզ տալիս, որպեսզի դուք կետ առ կետ ցույց տաք Թուրքիայում եւ Ադրբեջանում ընդունված եւ արված բոլոր հայտարարությունները ընդդեմ Հայաստանի, Ալիև Էրդողան, ուրեմն Փաշինյան տանդեմն ընդդեմ հայ ժողովրդի եւ ցույց տաք ինչպես այդ հայտարարությունից 1 օր հետո սկսում են ուրեմն մեր իշխանությունները իգործ կատարել ուրեմն թշնամու ասածը, սա շատ կարևոր է, որը որ դուք պետք է անեք, եւ հուսալքվել չկա, ես չեմ հասկանում սա եւ որոշ այսպես հա ընդդիմադիրների ակտիվիստներ կամ բլոգերներ, որ հիասթափված են, սպասում են ձայնի, նորից եմ ասում, սա այն դեպքն է, որ պետք է սպասել, սա այն դեպքն է, որ պետք է լուրջ, այնտեղ կան լուրջ մարդիկ, ճանապարհ անցած մարդիկ, որ պետք է քննարկեն, ու կներեք չեմ կարողանում հասկանալ ուրեմն այդ շտապողականությունը, երբ դեռ ընտրությունների լրիվ արդյունքները չկա, նորից կրկնեմ, երբ դեռ պարզ չի ԲՀԿ-ն կլինի այնտեղ թե ոչ, եւ իհարկե մանդատների հետ կապված պետք է լուրջ քննարկում տեղի ունենա։ Այս ժամանակավոր հաղթանակը, որ իրենք այսպես իրենց աջակիցները մի կողմից, հա, ուրեմն ազիկները բաքվում, ուրեմն թուրքերը Անկարայում եւ Ժեխը այստեղ ծափ են տալիս ուրախանում են, իրենք չեն հասկանում, թե ինչ են բերում իրենց գլխին։ Եվ ուրեմն իրենց թվում է, որ այս ժամանակավոր հաղթանակով իրենք կարող են ինչ-որ բան ապահովել։ Չէ, չի ստացվում, որովհետեւ մենք դա շատ լավ տեսնում ենք եւ նույնիսկ զարմանալիորեն արդեն հասկանում եք, արդեն Հայաստանի տեր ու տնորեն իրեն համարող Ալիևն ասում է, ես դժգոհ եմ ընտրություններից։ Ժեխ լսեցիր, ձեր պապան Ալիևն է եւ ձեզ ասում է, որ դժգոհ է ձեր ընտրություններից։ Այս ինչի լավ չեք աշխատել, հավանաբար լավ է վճարել, հավանաբար խոստումներ ա տվել չեք կատարում, տեսնենք թե ինչ է լինելու։ Եվ այս վախի մթնոլորտում, այս ճնշումների, ընդ որում նորից եմ ասում, միջազգային կառույցները անդրադարձան, սա շատ կարևոր ուրեմն փաստարկ է, որ պետական աշխատողների վրա եղել են ուրեմն լուրջ ճնշումներ, որպեսզի ընտրեն ՔՊ-ի օգտին եւ սա եւս կարող է պատճառ դառնալ, որպեսզի գլխավոր ուժերը նաեւ միասին ստորագրեն եւ ոչ լեգիտիմ համարեն ուրեմն այս ընտրությունները, բայց ժամանակ է պետք, խնդրում եմ չշտապել, ուրեմն եւ վայ քեզ հայ ժողովուրդ, որ դու քո հույսը դրել ես Ուրսուլա ֆոն դեր Լեյնի եւ Ռուբիոների վրա, մի կին, ով Գերմանիայի պաշտպանության նախարար լինելով, ինքներդ կարող եք կարդալ, թե Գերմանիայում ինչ խայտառակ սկանդալների է ուրեմն մեջ եղել, ինչպես նաեւ ուրեմն այս թմրամոլ եւ թմրամոլության արկուվաճառքով զբաղվող Ռուբիոն, դրանք ամերիկյան կայքերում են, հանգիստ կարող եք բացել եւ կարդալ։ Ընտրություններից դեռ մի քանի ժամ չանցած, ուրեմն ուկրաինական բոլոր հեռուստատեսություններով, պետական, ոչ պետական բլոգերներով սկսեցին ուրեմն այսպես ասած ծափտալ ուրախանալ, ես չեմ հասկանում ինչի վրա, հարգանքս աշխատող խաղաղասեր ուկրաինացի հասարակ ժողովրդին, բայց իշխանությունները մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպիսի իդիոտ են։ Ուրեմն եւ ուրեմն կանալներից մեկում վերնագիրն էլ այսպես էր, թե Փաշինյանը անցել է, շնորհավորում ենք եւ եկել է, ասենք, Պրաշայնի Միտա Ռասիա։ Հիմա լսեք ինձ, ուրեմն Զելենսկի եւ Զելենսկու նման ուրեմն իդիոտներ։ Դուք տարիներ առաջ Եվրատեսիլում երգեցիք I wanted to say Russia goodbye եւ ինչ եղավ։ Դուք Russia-ին goodbye չասեցիք, դուք goodbye ասեցիք Ղրիմին։ Դուք շարունակեցիք այս ձեր երգը, թե welcome to NATO and European Union եւ մենք տեսանք թե welcome ինչ եղավ։ Դուք կորցրեցիք Լուգանսկը, դուք կորցրեցիք Դոնեցկը, դուք կորցրեցիք ուրեմն Մարիուպոլը եւ այսպես շարունակ։ Ու դեռ չխրատվելով շարունակում եք նորից այս նույն երգը, երբ 2002 թվականից սկսած այդ Եվրամիությունը եւ 2004 թվականից սկսած ՆԱՏՕ-ն ձեզ խոստանում է, որ դուք կդառնաք Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ այնքան հիմար է կառավարության մասին է խոսքը, որ այսպես ասած, հա, ալարում են մի փոքր տվյալներ կարդալ իրենց երկրի մասին։ Ուկրաինայի բնակչությունը պատմության ընթացքում իր գագաթնակետին հասել է 1991-92 թվականին, երբ արդեն պետք է փլուզվեր սովետական միությունը, եւ 52 միլիոնի էր արդեն հասնում։ Ուկրաինայի բնակչությունը մի քանի տարի առաջ հասավ 36 միլիոնի, պատերազմի պատճառով 10 միլիոն մարդ դարձավ փախստական, ընդ որում հիմնականում երկրից փախել են, ես ձեզ ասում եմ հստակ տվյալներ, Չեխիայում ամենուր ուկրաինացիների հետ շփվելու արդյունքում 10 միլիոն մարդ փախավ երկրից եւ հատկապես նրանք, ովքեր որ առավոտից երեկո Մայդանում գոռում էին ՆԱՏՕ եւ Եվրամիություն, իրենք իրենց կյանքը վայելում են, իսկ հասարակ ժողովուրդը ուրեմն կրում է զրկանքները։
Եվ մնացել է 23 միլիոն եւ տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում, ուրեմն 24 ժամյա ռեժիմով ինչքան մարդ է մահանում։ Գիտեք սխալը որտեղ է, հայ ժողովուրդ, դասեր չեք քաղում։ Սխալն այնտեղ է, որ դուք ձեր պետական շահը, սա վերաբերում է նաեւ իրենց եւ մյուսներին, պետական շահը, ձեր ժողովրդի շահը, ձեր ազգային շահը թողած դուք ուզում եք դուր գալ երրորդին, այսինքն դուք ուզում եք դուրս գալ Ռուսաստանի պաշտոնական Կրեմլի դեմ, հա, ավելի ճիշտ ձևակերպեմ, ինչ է դուք այնտեղ վիրավորեք մեծ խոսակ ձեզ չգիտեմ ինչի տեղ եք դրել, մտածում եք որ դուք կարող եք բան, հա, այսպես հաղթել, հա, Ռուսաստանին կամ չգիտեմ ինչ որ բան անել Պուտինի դեմ, երբ աշխարհի, հա, հարցեր որոշողներից մեկը նաև ինքն է, եւ դուր գաք ինչա Եվրամիությունում ձեզ ծափ տան։ Ինչքան հիմար պիտի լինի մարդը, երբ իր պետության ազգային շահը թողած, ինչա որ Եվրամիությունում իրեն մի քանի գրոշ շպրտեն կամ իրեն ասեն վայ ապրես դու կարողացար պաշտոնական Կրեմլին կամ Պուտինի վիրավորական խոսք ասել։ Ինչքան հիմար պիտի լինես, նույնը եւ մեր մոտ է, որ բանը դու դրա հիման վրա քո ամբողջ ազգային շահը քո երկիրը վարի տաս, ինչը իրենց դուր գա։ Ինչ է կարծում հայ ժողովուրդ, ինչ է Եվրոպան այսքան ֆինանսավորում, երբ տեսնում է թե ինչ ուրեմն սկանդալներ են տեղի ունենում, կաշառակերության սկանդալներ, ուրեմն Ուկրաինայում։ Պարզ է, իրենք շատ հանգիստ հայտարարում են, Գերմանիան էլ հայտարարեց, ասման չի թույլ տանք, որ բանը կռիվ լինի ճակատ Ռուսաստանի հետ մեր քաղաքները վարի գնան։ Հենա մենք փողը կտանք, թե Ուկրաինան վարի գնա։ Հիմա հասկանում եք ձեզ ինչ է սպասվում։ Այ որ զգուշացնում ենք, խոսում ենք, երբ մասնագետները ոչ միայն հայելի ակումբում, այլև այլ հարթակներում խոսում են գեոպոլիտիկ հարցերից, սա ոչ թե խոսում են դրա համար, որ ցույց տան, որ ես կամ պարոն Նահապետյանը կամ մյուսը մենք դրանից հասկանում ենք, մենք նաև ձեզ զգուշացնում ենք, մենք ձեզ ուզում ենք օգնել, որպեսզի դուք սթափվեք։ Հիմա լավ լսիր ինձ հայ ժողովուրդ, ու հատկապես ժեղ անկախ ձեր կրթությունից ձեր կարգավիճակը նույնն է։ Դուք ունեք բարձրագույն կրթություն, ես չգիտեմ բժիշկ եք, մանկավարժ եք, թե կրթություն չունեք, բայց եթե դուք ժեղ եք, դուք տառապում եք նիկոլիզմով, ձեր հոգեվիճակը նույնն է։ Դուք թրքասեր եք, դա արդեն բավարար է, այն մնացածը կապ չունի։ Գարեգի Նժդեի խորհրդականը 100 տարի առաջ, նույնիսկ 100 տարի առաջ Հայկ Ասատրյանը այն հայերին պաշտպանելու, հայերին փրկելու առյուծի մեջ բաժին իր ձեռներ 20-րդ դարի սկզբում, ասում էր ուրիշ ազգեր արթնանում են աղետից առաջ, տագնապից առաջ, մենք մռափում ենք աղետից հետո էլ։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է կացնային խաղաղություն։ Այն խաղաղությունը, որը երբ Գուրգեն Մարգարյանի նման հայ սպան քնած էր եւ թշնամի կացնահարեց։ Այ երբ որ դուք շարունակեք այս կոմֆորտիզմը, այս հարմարավետությունը, հա, հարմարվելը, եւ դուք շարունակեք այս աղետից հետո մռափել, դուք կստանաք այդ կացնային խաղաղությունը։ Այս սա է, որ ես ձեզ ասում եմ, շնորհավորում եմ, որովհետև թշնամին գիտեք երբ է կացնահարում, եւ դու հավատում ես նրան, եւ նրա շքի տակ, նրա հետ միասին, մեկ հարկի տակ, մեկ շրջանում, մեկ քաղաքում, մեկ փողոցում, մեկ շենքի մեջ դու հանգիստ խռացնում ես։ Այդ ժամանակ դու ստանալու ես կացնային խաղաղություն։ Սա իմ կողմից որպես նվեր տերմին եւ իմացեք, որ սա ոչ թե խաղաղություն է, իրական խաղաղություն, որ այս թիթիզներն առնգել են փողոցները, իրենց փուչիկներով եւ դրոշակներով, այլ սա իր էությամբ եւ բնույթով կոչվում է կացնային խաղաղություն։ Այն ստրուկը, որ իր պլինչը քաշում է եւ շատ գոհ է, որ ստրուկ է, չնայած իր հոգու խորքում գիտակցելով, որ դա սարսափելի է, ամեն դեպքում շատ ճիշտ է, որ նա ստրուկ է։ Այն ճակերտավոր հայը, որ իրեն հայ է համարում եւ մտածում է, որ իր խաղաղության երաշխիքը Ռամիլ Սաֆարովներն են եւ նրան հերոսացած ազիկներն ու Իլհամ Ալիևը, ուրեմն շատ ճիշտ է, որ նա վայելելու է կացնային խաղաղություն։ Դե ինչ ասեմ ձեզ, կգնաք հանգիստ կքնեք, կմռափեք, կխռացնեք, հետո հերթով կվայելեք։ Քուրդ ժողովուրդը Փոխենք հա նաև պարոն Մկրտչյան։ Այո, ուրեմն քուրդ ժողովուրդը դասեր քաղեց։ Մենք գիտենք ցեղասպանության ժամանակ ցավոք սրտի թուրքերը օգտագործեցին քրդերին, այդպես եղավ նաև որոշ ժամանակ Սիրիայում եւ այլն։ Եվ տեսեք վերջին ժամանակները, երբ որ Իրանի հետ պատերազմ էր, այդ պատերազմի ժամանակ CIA-ը բացահայտ, որը որ փորձել էր Իրանում եւ Իրաքում քրդերին եւ բալուչներին եւ այլ ազգային փոքրամասնությունների օգտագործել իրենց համար, քրդերը դասեր քաղեցին եւ հրաժարվեցին։ CIA, այդ սիոնիստական կազմակերպությունը միլիարդներ էր ծախսել, որ Իրան, Ամերիկա, Իսրայել պատերազմի ժամանակ
քրդերը եւ այլ ազգային փոքրամասնությունները Իրանում սկսեն դուրս գալ փողոց եւ կռիվ անել, հրաժարվեցին եւ սառը ցնցող եղավ, դաս քաղեցին պատմությունից, բա դուք երբ եք դաս քաղելու, հայր ջան, դուք երբ եք դաս քաղելու, դուք չեք ուզում դաս քաղել, բա այսքան 1000 տարի 500 տարուց ավել է թուրքը մեզ սպանում է եւ մենք տեսնում ենք թե նա իրենք ինչ վերաբերմունք ունեն, իրենք չեն էլ շտապում, իրենք շատ հանգիստ 100 տարի առաջ տարան Սուրմարուն, Տրապիզոնը, Նախիջևանը, հասան նրան, որ Արցախը հայաթափեցին, որ երբեք չէր հայաթափվել, իրենք չեն շտապում, ինչ ա եղել, կսպասեն 20-30 տարի ձեր նմանների ձեռքից նաև կտանեն Սյունիքը, հետո կտանեն Գեղարքունիքը, սթափվելը պետք է հայ ժողովուրդ, որովհետև մեր հարցը մեզանից բացի ոչ ոք չի լուծելու եւ բավական է շտապել եւ բավական է մեղավորներ գտնել։ Հիշեք, որ մենք միասին կարող ենք, եթե ընդամենը ունենանք ցանկություն եւ հասկանանք, որ այս երկրի տերը առաջինը մենք ենք։ Եթե մենք թքած ունենք եւ մեզ չի հետաքրքրում, ինչու՞ դա պետք է հետաքրքրի մյուս երկրներին։ Եթե ունեք հարցեր։ Շնորհակալություն։ Նույնպես շնորհակալ եմ։